Վերցրել ենք սովորական խաղողի թփեր, պարզապես կարողացել ենք միացնել այդ թփերը իրար հետ եւ ստանալ այս նման։ Հայ խոհարարական գործի գիտակներն այս անգամ գերազանցել են իրենց ու անցել տոլմայի չափը։ Շուրջ 8 մետրանոց տոլմա են պատրաստել, որ հավակնում է հայտնվելու Գինեսի ռեկորդների գրքում։ Օձի տարում օձի նման երկար ու ձիգ տոլման թերևս հաջողություն կբերի։ Առաջին անգամ ուկրաինացիներն են երկար տոլմա պատրաստել՝ 5 մետր 10 սանտիմետր, բայց կաղամբի թփով։ Սա փորձարարական է իհարկե, բայց եթե տեսնենք հաջողակ է, մենք մյուս տարի կաշխատենք ներգրավել Գինեսի այդպես աշխատակիցներին եւ գրքում գրանցել։ Երկար տոլմաների մի ամբողջ շարք էր ներկայացված, ու չնայած մետրերով տոլմաների շոուին, տարբեր բաղադրատոմսերով պատրաստված ազգային ճաշատեսակի մյուս համերը նույնպես անտարբեր չթողեցին հյուրերին։ Я был в прошлом году и сейчас опять здесь. Ես այստեղ եղել եմ անցած տարի, ինձ շատ է դուր եկել։ Ես հայի փեսա եմ, կնոջս մայրը միշտ պատրաստում է ինձ համար։ Վճարովի համտեսը չէր խանգարում վայելել տոնն ու տոլման, մանավանդ որ նախապես հայտարարվել էր այդ մասին։ Սակայն եթե տոլմայասերների ճաշակները մեկ են, կարծիքները երբեմն տարբեր են։ Մենք հյուրեն տարին մեկ անգամ ինձ թվում է հաճելի կլինի, որ դա հյուրասիրեն, հյուրերին եւ ոչ թե վաճառեն։ Հայկական տոլման այս անգամ ներկայացված էր նաև բեմական տեսքով։ Տոլմայաձև զգեստներով հանդես եկան արմավիրցի պարուհիները։ Բարի ախորժակը վերածվում է բարի ավանդույթի։ 3 տարի անընդմեջ անցկացվող փառատոնի սկզբունքներից է ամեն անգամ ներկայանալ որևէ նորությամբ։ Հայերի խոհարարական երևակայությունը այդ թույլ է տալիս։ Իսկ առայժմ բոլորը սպասում են երկար տոլմայի գինեսյան հաղթանակին։ Կարինե Վարդանյան, Արտավազդ Դասատրյան, ժամալրատվական Արմավիր։